Այսօր նոր շարք ենք սկսում, որը բավականին երկար է տևելու, նախորդ ես հայտարարել էի այս մասին, որ այսպիսի ինձ համար շատ հետաքրքիր, հույս ունեմ ձեզ համար նույնպես հետաքրքիր շարք կլինի, շարքը կոչվում է Աստվածաշնչյան պատկերասրահ, եւ մենք առաջիկա, անգամ չգիտեմ քանի պատգամը, որովհետեւ իմ հաշվարկով 43 մի փոքր ավել, որովհետև անուններ կան, որ Տեր Հիսուսի սերնդաբանության թվարկման մեջ կան, դեռ կաղոթենք, թե Սուրբ Հոգին ինչպես կառաջնորդի, բայց նոր կտակարանում հին կտակարանի հերոսների անունները եթե գրված են, մենք իրենց անդրադառնալու ենք։ Այսինքն այս շարքը հին կտակարանի հերոսների մասին է, որոնց մասին խոսում է նոր կտակարան։ Հուսա պարզ է։ Եվ բնականաբար, եթե մենք մտածում ենք սկսելու մասին, առաջին պատգամի մասին, առաջին ուսուցման մասին այս շարքի, այս ինչա կոչվում պատկերասրահ, որովհետև կարծես մենք մտնում ենք, պատկերացրեք բոլոր այդ պատգամները պատրաստ լինեն, մենք կարծես մտնում ենք պատկերասրահ եւ ամեն նկարի առջև կանգնելով ինչ-որ դասեր ենք սովորելու, ինչ-որ դասեր ենք քաղելու այդ հին կտակարանյան հերոսների կյանքից։ Եվ առաջին պատկերի, առաջին կտավի վրա այսօր պատկերելու ենք Ադամին եւ Եվային։ Այսօրվա պատգամի վերնագիրն է Ադամ եւ Եվա։ Աստվածաշնչյան պատկերասրահ, առաջին ուսուցում։ Եվ այս տարվա ընթացքում շատ լավ, փառք Աստծուն, մենք հոսանքի խնդիր ունենք, հիմա հոսանքի խնդիրը լուծվեց, բայց գուցե միկրոֆոնի խնդիրն էր, չէ՞ հիմա լուծվի, միացնեմ։ Մենք ոչ մի դժվարության առջև այսպես ծնկի չենք գալու եւ ինչպես տեսակ փառաբանության ժամանակ չեմ կարծում, որ միկրոֆոններով ու բարձրախոսներով փառաբանությունը ավելի լավն էր, քան առանց դրանց։ Եվ նայել ես հեռախոսը վերցրեցի ու նկարեցի, որովհետև շատ հաճելի էր, երբ որ բոլորով միասին դահլիճի փառաբանությունն էլ բարձրանում էր։ Այնպես որ ոչ հոսանքի ներկայությունը, ոչ բացակայությունը չի փոխում մեր պաշտամունքի ընթացքը։ Գանք Ադամին ու Եվային։ Այսօր այս երկու կերպարներին մի նկարի մեջ, մի կտավի վրա պատկերելու ենք։ Ինչպիսին էին մեր նախահայրն ու նախամայրը։ Գիտեք, առաջինը, որ ուզում եմ առանձնացնել, սա է, որ նրանք, ինչպես մենք բոլորս, չեն ծնվել, նրանք արարվել են։ Մենք չգիտենք, իրականում աստվածաբանները այսպես վիճում են այս հարցի շուրջ բանավեճ կա, օրինակ բնականաբար եթե չեն ծնվել, օրինակ պորտալար չի եղել եւ որոշ նկարներում, երբ որ նկարում են պորտով, ոմանք ասում են դա սխալ է, չի եղել, ոմանք ասում են Աստված իրենց այդպես է ստեղծել։ Սա մեր այսօրվա ուսումնասիրության թեման չի։ Եվ մենք չգիտենք անգամ քանի տարեկան են, քանի տարեկանի տեսք են ունեցել իրենք, որ ստեղծվել են։ Եվ մեզ այդքան տեսքը չի հետաքրքրում, մաշկի գույնը չի հետաքրքրում, աչքերի գույնը չի հետաքրքրում, ոչ էլ մազերի գույնն է հետաքրքրում, ոչ էլ իրանց մարմնի կառուցվածքը, թե ինչ չափանիշներ է եղել։ Սրանք, գիտեք, բաներ են, որ մարդիկ չարը հենց այսպիսի բաներով ա ուզում մարդկանց գցի ծուղակը, սրանք հետաքրքրասիրության բաներ են։ Բայց այն ինչը, որ մեզ պետք է, գրված է Աստվածաշնչում։ Նրանք չեն ծնվել, նրանք արարվել են։ Ծննդոց 2-րդ գլուխ 7-րդ խոսքում գրված է Ադամի արարման մասին եւ գրված է հետեւյալը. Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց եւ նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։
Աստված, որ ամենակարող է, հողի փոշուց ստեղծեց մարդուն։ Եվ երբ որ մարմինը արդեն կար, գրված է, որ իր ռունգերից շունչ փչեց, կենդանության շունչ փչեց, եւ մարդը, որ միայն մարմին չի, մենք հասկանում ենք այստեղ, միայն Ադամի մասին սա չի, սա մեր բոլորի մասին է, մենք ունենք նաեւ հոգի։ Եվ շունչը փչեց եւ մենք կենդանի հոգի եղանք Ադամից սկսած։ Եվ այ արարումը մի փոքր այլ է, դրա մասին նույն Ծննդոց 2-րդ գլխի 21-22 խոսքերում է գրված, եւ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, առաջին վիրահատությունն է տեղի ունենում մարդկության պատմության մեջ եւ առաջին անեստեզիա, անեստեզոլոգ գիտեք, Աստված անեստեզիա է անում, Աստված ցավազրկում է, խորը քուն է բերում եւ նա քնեց եւ նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց եւ այդ տեղը մսով ծածկեց, Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից մի կին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Ահա Ադամի արարումը հողի փոշուց եւ կնոջ արարումը Ադամի կողոսկրից։ Մի հետաքրքիր հատված էլ կա Ծննդոց առաջին գլխում արարման հետ կապված 26-27 խոսքերը։ Եվ Աստված ասաց. մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ արարենք, մերը, որ գրված է, այստեղ խոսվում է հոգնակի թվով եւ բնականաբար երրորդության մասին է այստեղ խոսքը, մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ արարենք, որպիսի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների եւ ամբողջ երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրան։ Ահա արարչագործությունը, իհարկե մենք առանձին թեմա է, ես մյուս ուսուցումների մեջ անդրադարձել եմ սրան, թե ինչ է նշանակում Աստծու պատկերով եւ նմանությամբ, եւ սա մենք բոլորս իրարից տարբեր ենք մեր դիմագծերով, եւ այստեղ պատկերն ու նմանությունը ավելի շատ Աստծու հետ հաղորդակցություն ունենալու մասին է, որ մենք մարդիկս Ադամից ու Եվայից սկսած տարբերվում ենք կենդանական մյուս աշխարհից եւ մյուս արարածներից նրանով, որ մենք Աստծու հետ անմիջական հաղորդակցության ունակ արարածներ ենք եւ իր պատկերով ու իր նմանությամբ հենց սա է, որ ինքը կարող ասի ես քո հայրն եմ եւ դու իմ զավակն ես։ Եվ այս հայրության գաղափարը արդեն Տեր Հիսուսը տերունական աղոթքի մեջ մեզ հստակ փոխանցեց, բայց իր պատկերով եւ իր նմանությամբ ստեղծեց։ Ահա առաջին մարդիկ, ինչպիսին էին նրանք։ Նրանք տեսել են այն, ինչ ոչ մի ուրիշ մարդ չի տեսել։ Նրանք ապրել են այն երանության ու ներդաշնակության մեջ, որի մենք հույսով սպասում ենք։ Գիտեք, Եդեմական պարտեզում Աստծու ստեղծած ներդաշնակություններ, մինչև մեղքի աշխարհ գալը մի երանության վիճակ էր։ Եվ անգամ կյանքի ծառը, որ կա նաև ոչ միայն Ծննդոց գրքում նկարագրություն, այլ հայտնության գրքում կա, սպասում է Աստծու զավակներին, որովհետև Ադամի կատարած սխալի պատճառով մահը մտավ աշխարհ, մեղքը մտավ աշխարհ եւ Քրիստոս եկավ, որ կկարդանք Աստվածաշնչում երկրորդ Ադամը անվանում նոր կտակարանը Քրիստոսին, ինչպես Ադամով մահը մտավ, այնպես Քրիստոս եկավ, որ մեզ վերականգնի։ Ադամը այնպես արեց, որ մարդկությունը վտարվեց այս ներդաշնակության երանության վայրից, որտեղ Աստծու ներկայությունն էր, Քրիստոս եկավ, որպեսզի մեզ վերականգնի ու վերադարձնի այդ երանության վիճակին։ Գիտեք, նրանք անձնական հաղորդակցություն ունեին Աստծու հետ։ Պատկերացնում եք, գրված է օրվա զով ժամին Աստված գալիս էր ու իրենց հետ զրուցում էր։ Նրանք բարիք եւ ողորմություն, բարիք ու հայրական հոգատարություն էին ստանում Աստծուց, անմիջապես
եթե կարդանք հիմա շատ բաներ ուղղակի ժամանակը խնայելու համար չեմ ընթերցի, բայց շատ պարզ է այստեղ գրած Ծննդոց 2-րդ գլխում Աստված նայում է ու տենում է, որ տեսնում է, որ Ադամը կարծես իրեն մի քիչ այնքան էլ լավ չի զգում, որովհետև մենակ է։ Պատկերացնում եք հայրական հոգատարությունը, երբ որ տեսնում է, որ Ադամը իրեն այսպես լիակատար երանության մեջ չի այդ երանության վայրում, ասում է ես իր համար մի օգնական կստեղծեմ։ Եվ առաջին ամուսնությունն է տեղի ունենում, առաջին ինչպես հայրը, գիտեք, սակադրության ժամանակ հայրը իր դստերը բերում է ու հանձնում է Փեսային, այդպես գրված է, որ արարելուց հետո են, որ կարդացինք, բերեց կնոջը, բերեց Եվային եւ տվեց Ադամին եւ Ադամի հիացմունքը, որ համարն էր հիմա գտնեմ, ուրեմն 22-ից հետո պիտի լինի եւ Ադամ 23-ը Ադամն ասաց, սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին իմ մարմնից, սրանք կոչեն կին, որովհետեւ սա ամուսնուց վերցրեց, սա իմն է, իմ մարմնից է, իմ ոսկորից է, սա ես եմ։ Հիշում ենք, որ նոր կտակարանում Եփեսացիս 5-րդ գլխում գրված է, որ ամուսինը կնոջը պիտի սիրի, ինչպես ինքը իրեն։ Իհարկե այնտեղ երկրորդ մասն էլ կա, որ կինն էլ պիտի ամուսնուն հնազանդվի, ինչպես Տիրոջը, ինչպես Քրիստոսին կհնազանդվեր։ Ահա այս ներդաշնակությունը պատկերացնելով հիմա անցնում ենք նոր կտակարանի հատվածներին, Հռոմեացիս 5-րդ գլխի 16-րդ խոսքում Ադամի մասին գրված է, որ Ադամը օրինազանց եղավ։ Այդպես էլ գրված է օրինազանց Ադամը։ Իսկ առաջին Կորինթացիս 15-ի 22-ում հետևյալն է գրված. ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան։ Ադամը հիմա մենք դասեր ենք քաղելու այս պատմությունից, բայց ուզում եմ տեսնենք, որ գրված է նոր կտակարանում է գրված, նա ով կարծում է, որ հաստատ է կանգնած, թող զգույշ լինի, որ չընկնի։ Եվ Ադամը ավելի հաստատ կանգնած հնարավոր չէր պատկերացնել, որովհետև Աստծու անմիջական ներկայության մեջ էր ինքը։ Բայց այստեղ գրած է, ինքը եղավ մարդկության բոլոր խնդիրների, չարիքների, մահվան ու տառապանքի պատճառ։ Ահա թե ինչպես մարդը կորցրեց։ Գիտեք, այս պատգամը նրա համար չի, որ Ադամին մեղադրենք, այդպես քարոզիչներ կան, մի շատ հայտնի քարոզիչ ասում էր, առաջին բանը, որ երկնքում անելու եմ, խփելու եմ Ադամի, երկին կհասնենք, կհասկանանք ում կխփի կամ խփելու ցանկություն կլինի, թե մենք կհասկանանք, որ Ադամի գործած սխալը մենք ամեն օր գործում ենք։ Ու մեկին մեղադրելուց առաջ մենք նախ, այսինքն դիմացինի աչքի շուղը հանելուց առաջ մենք մեր աչքի գերանը պիտի տեսնենք։ Այսինքն այս ինչ որ խոսում ենք փաստեր եւ ոչ մի մեղադրական բան չկա այստեղ։ Եվ Աստված, երբ որ գրված է մարդուն ստեղծեց իր պատկերով եւ նմանությամբ, ստեղծեց բանական, ստեղծեց որոշում կայացնելու ունակությամբ, ստեղծեց ազատ կամքով։ Շատերը հարցնում են, ինչու, թող, չգիտեմ, ձեր զրույցների մեջ ասել են մարդիկ, թե ոչ, թող լիներ այնպես, որ մենք հնարավորություն չունենայինք մեղք գործելու։ Գիտեք, երբ որ դու հնարավորություն չունես, ոչ թե մեղք գործելու, այլ որոշում կայացնելու, ընտրություն անելու, հնազանդվես Աստծուն, թե հնազանդվես, ինչպես հետո կտեսնենք, կկարդանք սատանայի ստերին։ Սատանան գալիս է սուտ է քեզ խոսում։
ու դու որոշում կայացնելու ունակություն ունես։ Եթե դու այդ ունակությունը չունենայիր, դու չէիր կարող սիրեիր։ Դու սիրելու ունակություն չէիր ունենա։ Քանի որ Աստված սեր է, Աստված մարդուն ստեղծեց սիրելու ունակությամբ։ Եվ ոչ մի ուրիշ արարած չի կարող բարոյապես տրամաբանել, սա բարոյական հարթության վրա է։ Ինչու է Աստվածաշունչը մեղքի հետ խաղ անող մարդկանց ասում դուք շնության մեջ եք։ Իրանք շնություն չեն գործում։ Օրինակ Բաբելոնի մասին, երբ որ խոսում է մի ամբողջ աշխարհակարգ, խոսում է որպես մեծ անառակ Բաբելոն, որովհետև իր մտածողության մեջ ինքը որոշում ունի, որ չհնազանդվի Աստծո ասածին, այլ գտել է մեկին, ում հնազանդվում է, եւ այդ մեկը Սատանան է։ Գիտեք, մենք կամ հնազանդվում ենք Աստծուն, կամ հնազանդվում ենք Սատանային։ Մարդիկ մտածում են կամ մի երրորդ վիճակ, ես ոչ նրան եմ հնազանդվում, ոչ նրան, տես բան չկա։ Որտեւ երբ որ Աստված ասում է օրինակ մի գողացիր, Սատանան ասում է գողացիր։ Դու չես կարող այս երկուսի արանքում մի բան գտնես։ Չկա, կամ նրան ես հնազանդվում, կամ նրան։ Եվ սա է պատճառը, որ գրված է Ադամով բոլորը մեռնում են, Ադամով մահը եկավ, բայց Քրիստոսով բոլորը կենդանանում են, Քրիստոսով կյանքը եկավ։ Եվ Քրիստոս վերականգնեց այն, ինչը Ադամը կորցրեց։ Գանք Եվային։ Երկրորդ Կորինթացիս 11:3-ում գրված է. բայց վախենում եմ, որ ինչպես օծն իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն պարզությունից, միամտությունից։ Մենք հասկանում ենք, որ Եվան մեկն էր, ով հակված էր խաբվելու։ Այսինքն ավելի թույլ էր։ Եթե ուզում եք համեմատության մեջ հասկանանք, ումից էր ավելի թույլ, բնականաբար երկու հոգի կար այդտեղ, մի օր տղաս եկավ, ասեց անեկդոտ եմ ուզում պատմեմ, լսել էր այդ անեկդոտը, հիմա հիշեմ իր բառերով, այսպես կարող է շատ հումորային չլինի, ինքը առաջին դասարան էր դպրոցում էր լսել, եկավ ու ասեց Ադամի Եվայի մասին անեկդոտը, ասեց Ադամը Եվային հարցնում է սիրում ես ինձ, Եվան պատասխանում է բա ում սիրեմ, բայլում սիրեմ։ Հիմա ինքը լավ հումորը հասկացել էր, եկել էր հիմա, որ ասում եմ համեմատում ենք ավելի տկար էր, ումից էր ավելի տկար, ով կար, միայն Ադամն էր բնականաբար, հիմա գրված ասա առաջին Տիմոթեոս 2:14-ում, առաջին Տիմոթեոս 2:14-ում գրված է, որ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով հանցանք գործեց։ Այսինքն իրականում Աստվածաշունչը, երբ որ ասում է կինը դյուրաբեկ կամ տկար կամ հեշտ կոտրվող անոթ է, ինքը խոսում է նրա մասին, որ տղամարդը իր զգացմունքային, իր որոշումներ կայացնելու մեջ ավելի հաստատուն է, կինը մի քիչ զգացմունքային է, կինը ավելի հակված է խաբվելու։ Ահա տեսնում ենք Ադամին, որը ամուր էր, եւ կնոջը, որը այդքան էլ ամուր չէր, եւ Ադամը չխաբվեց, հստակ ասում Աստծո խոսքը, Ադամը չխաբվեց, այլ կինը խաբվեց։ Բայց այս մեր կտավի վրա, երբ որ պատկերում ենք երկուսին, Ադամն էլ ուրիշ թուլություն ուներ։ Իր թուլությունը այն կինն էր, որով ինքը հիացած էր։ Եվ հիմա կգանք այդ թուլությանը, բայց պիտի հիշենք, որ գրված Ադամը չխաբվեց։ Որոշ աստվածաբաններ ասում են, որ գիտեք, իսկ ով ասեց, որ Ադամը այնտեղ ներկա չէր։ Ով ասեց, ես վերջերս լսում էի, երբ որ պատրաստվում եմ, ես շատ քարոզներ եմ լսում այս թեմայով, ուսուցումներ եմ ընթերցում, եւ որոշ աստվածաբաններ ասում են, Ադամը այդտեղ կանգնած էր, երբ որ Եվան
խոսում էր օծի հետ եւ ես համաձայն չեմ, որովհետեւ եթե Ադամը այդտեղ կանգնած լիներ, Ադամը խաբվեց։ Ադամը այդտեղ չէր։ Որովհետեւ ինչ տարբերություն, եթե ես կանգնած եմ, մեկը իմ կնոջը համոզում է, որ մի հատ սխալ բան անի, ու ես չեմ միջամտում, ասեմ ոչ, այդ ես եմ խաբվել։ Այսինքն ես համաձայն եմ, կինս էլ նայում է ինձ, ես էլ ասում եմ դե փորձի, տենանք, առաջին դու փորձի, մեռար, չմեռար, հետո ես կուտեմ։ Այսօր չգիտեմ, այդ հումորային բաներն է գալիս, էլի մի հատ տենց հումոր կա, ասում են հին ժամանակներում, որտեղից է եկել ջենտլմենությունը, հին ժամանակներում, երբ որ քարանձավներում են ապրել, լսել եք էդի։ Ասում եմ, տղամարդիկ միշտ թողել են, որ կինը առաջինը մտնի քարանձավ։ Միայն ձեզանից հետո, որովհետև այդտեղ կարող է արջ լիներ։ Հույս ունեմ մենք այդպիսի ջենտլմենություններ չենք անում, բայց չեմ կարծում, որ Ադամը ջենտլմեն եղավ ու ասեց մի հատ դու կեր, եթե տեսնենք դու չմեռնես, դրանից հետո նոր ես կուտեմ։ Եթե այդպես լիներ, ուրեմն ինքն էլ խաբվեց, բայց գրված է, որ ինքը չխաբվեց, այլ կինը խաբվեց, եւ հետո կինը իրեն համոզեց, եկավ ու ասեց, տես, ես կերել եմ եւ չեմ մահացել։ Եվ Աստված ինքը այդպես չասեց, բայց դա էր դուրս գալիս։ Աստված մեզ խաբել է։ Աստված մեզ խաբել է, ինքը ասեց, երբ որ ուտեք կմահանաք, ես կերել եմ ու չեմ մահացել, ունես լավն է այս պտուղը։ Դու էլ փորձի, դու իմ սիրելի ամուսինն ես։ Ես չեմ ուզում այս վայելքը միայնակ վայելեմ, ուզում եմ դու էլ վայելես։ Եվ Ադամի մտքով չանցավ, որ ասեր կին, դու սխալ ես արել։ Հետաքրքիր է չէ Աստծո տված իշխանությունը։ Աստված չէր պատժել Ադամ ներողություն, Աստված չէր պատժել Եվային։ Աստված սպասում էր իշխանություն ունեցողի արձագանքին։ Ինչ կանի Ադամը։ Ադամը կասի ոչ, գրված է։ Մենք պիտի հնազանդվենք Աստծուն, սխալ ես գործել, ես քո համար աղոթք կանեմ, ես կգնամ հիմա Աստծուց կխնդրեմ, որ քեզ ների, բայց ես որքան էլ այդպես են էլի մուլտիկներից հիշեցեն կատվի աչքերը հիշում եք, որքան էլ այդ աչքերով նայես ինձ, սիրելի կին, սա սխալ է, որքան էլ քեզ սիրեմ, քո հանդեպ սերը իմ կյանքում ավելին չի, քան Աստծուն հնազանդվելը։ Եվ շատ տղամարդիկ ընկնում են այստեղ։ Որ կանայք գալիս են ու ասում են լավ էլ ես քեզ այնքան եմ սիրում, արի այսօր Աստծո պատվիրանը խախտենք։ Տղամարդն էլ ասում է ես էլ քեզ եմ շատ սիրում, Աստված ջան կներես։ Սա տեղի ունեն։ Ոնց որ մեր շարքը բավականին ուրախ է, չէ՞ սկսում։ Հույս ունեմ դասեր կքաղենք այս ամեն ինչից։ Ես գիտեի, որ հետաքրքիր է լինելու, անկեղծ ասած առաջին, այսինքն ավելի քան 1 տարի է, որ սա կար իմ սրտում, ու ես գիտեի, որ Աստված ուզում է, որ ես իմ քարոզների ոճը մի քիչ փոխեմ, եւ Աստված ուզում է, որ մենք 5 կտակարանից, եթե ուշադիր կլինեք, իմ բոլոր ուսուցումները մեծամասնությունը, երևի 95%-ը նոր կտակարանից են, եւ սա լավ է, որովհետեւ նոր կտակարանը վարդապետություն է մեզ փոխանցում, բայց Աստված ուզում է նաեւ, որ մենք գնահատենք 5 կտակարանը եւ մենք շատ դասեր ունենք այս կերպարներից, որ կարող ենք սովորել։ Ահա եթե նայենք ինչ կատարվեց, լավ, տեսնեմ ժամս ինչպես է, պիտի արագացնեմ, բայց ինձ հարցնում էին, այստեղ պիտի ամբողջ 3-րդ գլուխը ընթերցեի, բայց 3-րդ գլուխը ձեզ տնային աշխատանք կարող եք տանը ընթերցել, թե ինչ կատարվեց, ինչպես օձը եկավ, ինչպես համոզեց, ինչպես ասեց, գիտեք, օձ կենթանի ինչ է, օձը սատանան էր օձի տեսքով եկել, եւ այդ օձը ոտեր ուներ, որովհետեւ երբ որ Աստծո պատիժը գալիս է իր վրա, ասում է սրանից հետո դու չես քայլելու, սրանից հետո դու սողալու ես, այսինքն վերցնում է իրանից ոտերը։ Գիտեք, եթե օձին ոտեր եք դնում, ինքը դառնում է վիշապ։ Եվ Աստվածաշունչը սատանայի մասին որ խոսում է, ասում է այն վիշապը, այն հին օձը, հինավուրց օձը։ Եվ
եկավ ու երբ որ սա շատ կարևոր է, երբ որ Եվան Ադամի հետ չէր, եկավ ու մոտեցավ տկարին, եկավ ու մոտեցավ թույլին եւ համոզելը շատ դասական է։ Ես կարծում եմ, որ եթե ինքը վիշապի տեսքով կամ օծի տեսքով ձեզ չի մոտեցել, բայց այս բառերը ձեզ ասել է հաստատ, որովհետեւ ինձ էլ է ասել։ Ասում է, ասենք մի բան արա, առաջին ռեակցիան մեր սա սխալ է։ Եվ երկրորդ միտքն է գալիս։ Ոչինչ։ Նայեք ինչ է ասում Եվային։ Աստված մի հատ լավ բան կա, որ երբ որ դու այս գործողությունը անես, մի հատ վայելք կա, մի հատ հաճույք կա, որ Աստված չի ուզում դա դու ունենաս։ Դու արա, Եվան ասում է, չէ, Աստված ասել է, Աստծո խոսքը ես լսել եմ, ինքը ասել է, չուտես այդ պտուղից, ամեն ինչից կեր, բայց դրանից մի կեր։ Այնտեղ խորամանկություններ կամ մոլորեցնում է, սատանան ասում է, ինչ է Աստված ասել է, ոչ մի ծառից մի կեր, այսպես կարծես էլի հիշեցի տղաս սպորտով զբաղվում ձյուդոյով ու այնտեղ պիտի վերջնա, որ իրան ուզում ես գցես, մի քիչ խապս ես տալիս, մի քիչ ցույց ես տալիս, թե սա պիտի անես, հետո նա ես անում։ Այդպես սատանան Եվային կարծես խապս տվեց։ Եվ սխալ բաներ ասեց, Եվան ասում, չէ, Աստված տես բան չի ասել, բա ինչ է ասել։ Ասել է սրանից մի կեր, դե ինչ կլինի որ ուտես։ Կմեռնենք։ Ինչ գիտես կմեռնես։ Գիտես քանի մարդ է, դա արդեն մեզ է ասում, այդ մեղքը գործել ու նորմալ ապրում է։ Եվ այն էլ ասեց, կեր ու կտեսնես, չես մեռնի։ Հիմա Եվան ընտրության առաջ էր։ Ոմանք ասում են մարդ ընտրելու հնարավորություն չունի։ Մոլորություն։ Եվան ընտրության առաջ էր։ Կամ պիտի հիմա, բայց նայեց, սատանան ասել, հիմա դու շատ իր նայել, այսքան անգամ անցել ես այս ծառի կողքով։ Նա ինչ լավն է։ Նա ինչից ես քեզ զրկում։ Հանուն Աստծուն հնազանդվելու դու զրկում ես քեզ այս հաճույքից եւ անել նայեց ասեց հայելի։ Հենց Մարտա ասում է սատանային, բայց ճիշտ է ասում, ինքը արդեն վերջ։ Հենց Մարտը սատանային ասում է, ստին ասում է, բայց ճիշտ է, հլնա ինչ լավն է։ Բալու իսկականից ուտեմ ու ոչ մի հետևանք չունենա։ Եվ կերավ։ Եվ կերավ ու տեսա ոչ ման չփոխվեց։ Մենք գիտենք ինչ փոխվեց։ Մենք գիտենք, որ անմահությունը դառավ մահկանացու։ Եվ Աստված ճիշտ էր ասել։ Եվ Աստված այսօր էլ է ճիշտ ասում, մեղքի մեջ մահ կա։ Մեղքի հատուցումը մահն է։ Եվ Քրիստոս իր վրա վերցրել մեր բոլորի մեղքերը, որպեսզի մենք մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Մարդ կա մեղքից հեռացող է, մարդ կա մեղքը կարոտած գրկում է։ Հələ դերիկ չինքը գրկում է, մյուսներին էլ բերում է, ասում է, լսեք, ինչերի եք հավատում, այս որ դարն է, ինչ սրբություն։ Եվ եկավ Ադամի մոտ, եւ եկավ ասեց, չգիտեմ, այնտեղ շատ մանրամասներ գրած, չի սիրելի ամուսին, թանկագինս կամ չգիտեմ ինչ բառեր են ասում, հիմա իրար ընտանիքներում որ իրար շատ են սիրում, եկավ ասեց, լսի, ես կերել եմ, պաստորեն Աստված սուտ է ասել, ու չեմ մեռել։ Եվ Ադամը վերցրեց ու կերավ։ Եվ երբ որ կերավ, հետաքրքիր է, չէ՞։ Իշխանությունը նայեք այստեղ։ Դու գիտեք, որ Եվան երբ որ կերավ, ոչ մի բան չփոխվեց։ Բայց երբ որ Ադամը կերավ, հանկարծ իրենց աչքերը բացվեցին։ Եվ իրանք գիտակցեցին, որ իրանք մերկ են։ Մեղքի զգացողություն եկավ։ Տեսնում եք Եվայի ուտելու ու Ադամի ուտելու տարբերությունը։ Տեսնում եք իշխանությունը, որ գլուխն է որոշում կայացնում։ Սխալ որոշում։ Եվ երբ որ Աստված արդեն պատիժներն է խոսում, սա ձեր տնային հանձնարարությունն է, որ կարդակ 3-րդ գլուխը ամբողջությամբ, բայց 17-րդ խոսքը ասում է Ծննդոց 3:17 գրված է Ադամին ասաց, քանի որ դու լսեցիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ ասելով, դրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։
Ինչու պատիժը եկավ Ադամի վրա, քանի որ Ադամն էլ ընտրության առաջ էր, Եվան ընտրության առաջ էր լսի սատանայի ստերին հավատա, թե հավատա Աստծո խոսքին, Ադամն էլ ընտրության առաջ էր, Աստծո խոսքին հավատա, թե հավատա իր կնոջը։ Դու հնազանդվեցիր քո կնոջ խոսքին, եղբայրներ ջան, կնոջ ասածով անելը մեղք չի, եւ մենք շատ բաներ մեր կանանց ասածով ենք անում։ Բայց երբ որ դու գիտես, որ դա սխալ է, ու քո կնոջը չնեղացնելու համար դու անում ես սխալը, դու ես նույն մեղքի մեջ ես ընկնում։ Եվ մենք չպիտի, եթե քեզ տրված է իշխանություն, իսկ քեզ, եթե դու տան գլուխն ես, քեզ տրված է իշխանություն, որոշումների պատասխանատուն դու ես։ Մի վախեցեք կանանց նեղացնելուց, նվերներ առեք, երբ որ նեղացնում եք, չգիտեմ, մյուս բաներով փոխհատուցեք, բայց եթե գիտեք, որ որոշումը սխալ է, եթե գիտեք, որտեղ միշտ չի կինը բաներ է ասում, որ շատ ճիշտ բաներ է ասում, եւ մենք տղամարդիկս կարանք չզգանք եւ խորհուրդ լսելը, օգնականի խորհուրդ լսելը ամոթ չի։ Բայց եթե գիտես, որ սխալ է, ու քո կնոջը չնեղացնելու համար դու անում ես այդ սխալը, դու նույն մեղքի մեջ ես, որի մեջ ընկավ Ադամը։ Բայց կա հույս, թերևս կտավի մեջ, եթե մենք նայենք Ադամին ու Եվային, ես այսպես պատկերացնում էի, իհարկե նկարը իմ անգալից չգտա այդպիսի նկար, ես իրանց աչքերն էի պատկերացնում, իրանց հայացքն էի պատկերացնում, որ գիտեք, այդ ամեն ինչը տեսած մարդիկ, եդեմական երանությունը տեսած մարդիկ, կյանքի ծառից ճաշակած մարդիկ, Աստծու հետ անմիջական հաղորդակցության մեջ եղած մարդիկ, երբ որ վտարվեցին եւ հրեշտակ դրվեց հրեղեն սրով, որ իրանց թույլ չտա, որտեղ մեղքի կյանքով ապրողը կյանքի ծառից չպիտի ուտի, հավիտենական կյանք չպիտի ունենա։ Եվ ես պատկերացնում եմ իրենց հայացքը։ Եվ այդ հայացքի մեջ ափսոսանք կա։ Մարդ ինչի արեցինք։ Ինչի հետ փոխեցինք։ Հիասթափություն կա, տառապանք կա, բայց նաև հույս կա, որովհետև Աստված իր հոգատարությամբ իրենց մերկությունը ծածկեց, հիշում եք կենդանու կաշվով, այդտեղ առաջին զոհաբերությունը եղավ եւ առաջին մահը տեսան։ Պատկերացնում եք դրանից առաջ մահ չէին տեսել։ Առաջին մահը տեսան։ Եվ այդ հանդերձները Աստված հագցրեց եւ ասեց ես էլի հոգ եմ տանելու ձեզ համար, բայց դուք այլևս չեք կարող վայելել այն, ինչը ես ստեղծել եի, որ վայելեք, որովհետեւ ամեն անհնազանդություն ունի իր պատիժը։ Փառք Աստծուն, որ Քրիստոս մեր անհնազանդությունների պատիժը վերցրել է իր վրա, բայց այդ պատիժը գործում է ներողություն, այդ քավությունը գործում է միայն այն մարդկանց կյանքում, ովքեր որ որոշում են կայացնում, որ մեղքից հեռանան, որ այլևս չապրեն այնպես, ինչպես Ադամն է մեզ սովորացրել, ինչպես Եվան։ Դե ոչինչ հիմա, այնպես փոքր բան ենք անում, դե ոչինչ։ Նույն Աստվածաշունչն ասում է, Աստված չի ծաղրվում, մարդն ինչ ցանում է, այն էլ հնձում է։ Գանք դասերին, որովհետև քիչ ժամանակ մնաց։ Մեր վերաբերմունքը ստին եւ ճշմարտությանը։ Մենք ունենք խորամանկ թշնամի, որը համոզում է։ Տեր Հիսուսն ասում էր, որ գողը գալիս է, որ գողանա, սպանի ու կործանի, սա սատանայի մասին է, ինքը այսօր էլ, ինչպես Եվային մոտեցավ, այսօր էլ մոտենում է ինձ եւ քեզ, համոզելով, որ չես մեռնի, դու հասկացի, մեղք գործելուց չես մեռնի։ Երբ որ դու լսում ես սա, թուլացնում ես մեղքի դեմ քո պատերազմը։
Եթե դու շատ ես սիրում մեղքը, արդեն սկսում ես ատել Աստծուն, որովհետև ինքը քեզանից քո սիրելի բանն է պոկում։ Տեսել եք, երեխայից որ մի շատ սիրելի խաղալիք վերցնեք, ինչ կանի։ Փորձեք ձեր երեխան, որ շատ է սիրում խաղալ, իր, ասենք, համակարգիչը անջատեք, կամ իր ձեռից հեռախոսը վերցնեք, կհանդիպեք ամենամեծ ցունամիին, որը հնարավոր է այս երկրագնդի վրա։ Եթե ինքը արդեն տարվել է դրանով սիրումը, ու դու իր ձեռքից վերցնում ես, Աստված ասում է, ժողովուրդ, մեղքի մեջ մահ կա, մի խաղացեք մեղքի հետ։ Եվ մենք ընտրության առաջ ենք։ Տեր Հիսուսը, երբ որ խոսեց այս գողի մասին, որ գալիս է իր ստությունով համոզում է քեզ, գիտեք ո՞րն է ճշմարտությունը։ Եվ ո՞րն է սուտը։ Ինչպես տարբերենք։ Շատերը ասում են, ինչպես իմանանք, որ եկեղեցին է ճիշտ։ Պետք չի իմանաս, որ եկեղեցին է ճիշտ։ Պետք է իմանաս, որն է ճշմարտության աղբյուրը։ Ճշմարտության աղբյուրը միակ եւ բացարձակ ճշմարտության աղբյուրը, որ մեզ փոխանցում է հոգեվոր ճշմարտություններ եւ կյանքի վերաբերյալ, գրած է, այս կյանքի վերաբերյալ եւ հոգեվոր կյանքի վերաբերյալ, դա Աստվածաշունչն է։ Եվ թե սա իմացար, արդեն կիմանաս, որն է ճիշտ եկեղեցին։ Այն եկեղեցին, որտեղ քարոզվում է Աստվածաշունչ, մաքրամաքուր Աստծո խոսք, սա ճշմարիտ եկեղեցին է։ Այն եկեղեցին, որ խառնում է ինչ-որ բաներ Աստվածաշնչին, կամ քարոզում է մարդկային տրամաբանություն, կամ մարդկային փորձառություն, սա սխալ եկեղեցի է, շեղված եկեղեցի է։ Այսինքն նախ պիտի դու ընդունես ճշմարտության աղբյուրը։ Տեր Հիսուսն ասում է, գողը գալիս է, որ գողանա, Հովհաննես 10:10-ը, գողանա, սպանի ու կործանի, ես եկա, որ կյանք ունենաք եւ ավելիով ունենաք, առատությամբ ունենաք այդ կյանքը։ Հովհաննես 8-րդ գլուխ 44-45 խոսքեր։ Տեր Հիսուսը խոսում է այն մարդկանց հետ, ովքեր մեղքի կյանքով էին ապրում, ովքեր հավատացել էին ստությանը, ասում է, ձեր հայրը սատանան է, ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարեք։ Իրանք ասում էին, մեր հայրը Աստված է, լսեք, դուք իրար ատում եք, իրար սպանում եք, իրար բամբասում եք, իրար չարախոսում եք, ձեր համար մեղք գործելը մի բաժակ ջրի պես է։ Հիշում եք, որ ասեցի, չկա մեջտեղի վիճակ, չկա երրորդ վիճակ, կամ դու հնազանդ ես Աստծուն եւ մեղքից հեռացող ես, կամ դու մեղքը արդարացնող, սիրող ու թաքցնող ես։ Հիմա ասում է, ձեր հայրը սատանան է, որովհետեւ ձեր հոր ցանկություններն եք կատարում։ Նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց, որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա։ Ինչը կոչվում մարդասպան, նա սպանեց Ադամին ու Եվային։ Ադամին ու Եվային սպանողը սատանան էր։ Այդ պահին չսպանեց։ Բայց սպանեց։ Երբ որ Ադամն ու Եվան մահացան, մենք հաջորդ մեր ուսուցումը լինելու է Աբելի եւ Կայենի մասին։ Իրանք տեսան իրենց որդու մահը, որ Կայենը սպանեց Աբելին։ Մարդասպանն էր մեղավոր։ Այս մասին հաջորդ ուսուցմանը կխոսենք, բայց գրված է, որ նրա մեջ ճշմարտություն չկա, նա իր ստով է սպանում, իր համոզելով է սպանում։ Ճշմարտությունը գրված է, երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է եւ կեղծիքի հայր, այսինքն ստության հայրն է ինքը, ստությունը իրանից է առաջացել։ Խաբելը իրանից է առաջացել։ 45-րդ խոսքում Տեր Հիսուսն ասում է, սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Իրենք, որ փրկությունը հավատքով է։ Իրենք, որ մեր կյանքի ամեն իրավիճակի մեջ մենք կարող ենք հարցնել. Տեր, բա դու ինչ ես ասում։ Ստեղ շահ կա, ստեղ հաճույք կա, ստեղ վայելք կա, բա դու ինչ ես ասում։ Եվ ինքը կխոսա։
ինքը խոսալու է քեզ հետ, եթե դու հարցնես։ Պատկերացնում եք Եվան այդ պահին հարցներ։ Ասել մի րոպե, ոց, շատ հաճելի է քո ասածները թվում, բայց ես հիմա գնում եմ այդ աղոտ կանեմ։ Որտեվ կանչել Աստված պատասխանելու իր։ Այս օծը ես չեմ կողմնորոշվում, ինձ մոլորեցրել է։ Մի հատ դու ասա, ինչ անեմ։ Պատկերացնում եք Աստված կասեր, ինչ իմաստ ունես դու։ Իմաստուն կին։ Ճիշտ արեցիր, որ աղոտ կարեցիր։ Եվ կասեր, հեռու մնա օծից, նա խաբեբա է, նա ստախոս է։ Տեր Հիսուսն ասում է, ստախոսին ստության հորը հավատում եք։ Տարբեր բաներ կարա ասի։ Օրինակ ասում է, շատ հայտնի, մեկին հանդիպեցի, որ Աստծուն հավատում էր, շատ նվիրյալ կերպով եկեղեցի էր գնում, բայց ասում էր մեր եկեղեցում, մեր աթոռները հենց հասարկած, որ չեք ընկնի, բայց ուշադիր եղեք աթոռից չընկնեք։ Մեր եկեղեցում մեզ ասում են Աստվածաշունչ մի կարդացեք, որովհետև մեկա չեք հասկանա։ Սուտ այլ լսեք հասկացողների քարոզները, որ ոնց ուզենանք ձեզ ֆռասնենք։ Կարդացեք Աստվածաշունչ։ Եվ Պողոս առաքյալը լինելով վարդապետության, ուսուցչության, այսպես ամենակարկառուն դեմքերից մեկը ասում է քննեք իմ ասածները։ Հանկարծ որ ես Քրիստոսի ավետարանից դուրս մի բան խոսեմ, ինձ չհավատակ, հավատացեք Քրիստոսին։ Քննեք քարոզիչների խոսքերը։ Աստվածաշնչից են, թե իրենց երևակայությունից։ Եվ ինչը որ Աստծո խոսքով չի հաստատվում, դու կարող ես չընդունել։ Ընդունիր Աստծո խոսքը, հավատա Քրիստոսին եւ մի հավատա սատանայի ստերին։ Տեր Հիսուսը մեզ սովորեցրեց հաղթելը։ Ինչպեսին պիտի լինի մեր վերաբերմունքը ճշմարտությանը եւ ստին։ Եվ որ սատանան գալիս է իր ստերով, դու պիտի ասես գրված է։ Եվ ան պիտի ասեր Աստծո խոսքով եմ անելու, քո համոզելով չեմ անելու։ Գրված է։ Եվ Տեր Հիսուսը անապատի փորձության ժամանակ հաղթեց սատանային, ասելով գրված է։ Քո գայթակղություններին, քո մոլորություններին, քո համոզելուն չեմ նայելու։ Ես անելու եմ իմ հոր ասածը։ Գրված է։ Եվ Հակոբոս 4:7-ում գրված է. հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Փախնում է ինքը այն տնից, այն մարդուց, այն միջավայրից, որտեղ կա Աստծուն հնազանդվելու որոշում։ Որքան էլ դժվար լինի, որքան էլ պիտի ինձ զրկեմ, որքան էլ պիտի ինձ զսպեմ, որքան էլ պիտի շահս կորցնեմ, ես որոշում եմ հնազանդվել Աստծուն։ Սատանան փախնելու է քո կյանքից, սատանան փախնելու է քո ընտանիքից։ Եվ սա է հաղթանակի բանալին, որը մենք սովորում ենք Եվայի սխալից։ Երկրորդ դասը։ Ոչ միայն Եվայի, Ադամի եւ Եվայի սխալից։ Երկրորդ դասը, գիտեք, գրել եմ այստեղ ինքնուրույնության հպարտությունը։ Իմաստը սա է, որ լավ Եվա մտքովդ չանցավ, որ աղոտ կանես Աստծուն հարցնես, բայց ամուսինը թող այդտեղ էր։ Ինչու ես ինքնուրույն որոշումներ կայացնում, արդյոք դու ես տան որոշում կայացնողը։ Կինը գալիս է տուն, որոշել են մեքենա առնեմ։ Ամուսինը ասում է, ինչ մեքենա, մենք հիմա մեքենա առնելու հնարավորություն չունենք, արդեն ամեն ինչ լուծված է, բարկը ստացել եմ, չանհանգստանաս։ Ո՞վ է տան գլուխը։ Գոնե մի հատ հարցրա, կարող է ամուսինը ասում այո, ես էլ կօգնեմ, իմ աշխատավարձն էլ այնքան է, որ կկարողանանք միասին։ Ոչ մի խնդիր, լավ միտք է, ապրես, մեր մեքենան հին էր։ Բայց երբ որ կինը գալիս է ասում է բարև ձեզ, ծանոթացեք ով այս տանը որոշումներ կայացնողը։ Եվան եկավ ու ասեց. Ադամ, ես արդեն փորձել եմ ու չեմ մեռել։ Սա ինքնուրույնության հպարտությունն է, այսինքն հպարտությունը գալիս է ու իշխանության տակ լինողին, սա միայն կանանց չի վերաբերում, եկեղեցում։
Մենք տենց խնդիրների առնչվել ենք։ Ինքնուրույն որոշումներ։ Եկեղեցու հետ կապված, ու ես հարցնում եմ, ես եկեղեցու հովիվն եմ, գոնե ինձ կարելի է տեղյակ պահել, բայց վատ բան եմ անում։ Վատ բան չես անում, բայց գոնե պիտի հասկանանք, որ կա իշխանություն։ Գուցե վատ բան ես անում, մի հատ արի, դու չես այստեղ իշխանությունը։ Ինքնուրույնության հպարտությունն ասա, բայց ինչի պիտի քեզ հարցնեմ։ Երեխան գալիս է ծնողին ասում է, բայց ինչի քեզ տեղյակ պիտի պահեմ։ Քանի դու ես տանն ես ապրում, քանի անչափահաս ես գոնե, եթե չես առանձնացել, եթե դու արդեն առանձին ընտանիք ես, բնականաբար չպիտի 50 տարեկանը գնասի մամա ջան կարելի է, ես կնոջս հետ ուզում եմ տեղ գնամ, թույլ տալիս ես, դա ճիշտ չի։ Բայց եթե դու, ասենք 14 տարեկան ես, արդեն քեզ թվում է, որ դու 14 ասի տղաս կներանա, չէ, 15 տարեկան ես, որովհետև ակնարկ չեմ անում ոչ մեկին, ուղղակի պատահական ստացվեց, բայց դու պիտի կյանքի կարևոր որոշումները գոնե տեղյակ պայես քո վրա իշխանություն կա։ Դա եկեղեցում լինի, դա, չգիտեմ, գործարանում ես աշխատում։ Մեկը մեզ չի խանգարելու։ Ոնց որ բայց ձայնս կա, թե միկրոֆոնը կա։ Նա գնանք հաջորդ դասին ժամանակս այո մոտենում է ավարտին գրած է Աստվածաշնչում որ կնոջը թույլ չեմ տալիս որ իշխի տղամարդու վրա իր ամուսնու վրա հստակ գրված է առաջին Տիմոթեոս 2:12-13 խոսքեր եւ ասում է որովհետեւ Ադամը չխաբվեց այլ Եվան խաբվեց որովհետեւ այն ղեկը ընտանիքի թույլ չեմ տալիս որ կինը վերցնի իր վրա չպիտի կինը իշխի տղամարդուն հիմա ուզում եք 21-րդ դարում ապրեք ուզում եք 28-րդ դարում ապրեք Աստծո խոսքի սկզբունքները երբ որ Ադամի ու Եվայի մասին է խոսում մշակութային չեն սա համամարտկային է որ Ադամն ու Եվան են կտավի պատկերից մեզ նայում իրանք այսպես Ես կարծում եմ, երբ որ գրում ես, գիտեք իմ երևակայությունը մի քիչ մեծ է, կարծես իրանց հայացքներով մեզ ասում են, չանեք այն սխալները, որ մենք ենք արել։ Խնդրում ենք ձեզ։ Մեր միջոցով մահը եկավ, թող այդ մահը չգա ձեր տները։ Չանեք այն սխալները, որ մենք ենք արել։ Սովորեք դասեր քաղեք։ Եվ Եբրայեցիս 13:17-ում գրված է եկեղեցու իշխանության մասին, ասում է հնազանդվեք ձեր առաջնորդներին, լսեք նրանց եւ հնազանդվեք, որտեղ նրանք ձեր հոգիների համար հաշիվ են տալի։ Մի բան որ անում եք, մի բան որ որոշում եք, օրինակ ես ծոմի հետ կապված ասել եմ, խնդրում եմ ձեզ, թեկուզ եկեղեցին մեծացել է, բայց գրեք ինձ ծոմապահության ժամանակ, ինչ եմ ասում, գրեք, ես աղոթեմ, օրհնեմ ձեր ծոմը։ Որովհետև երբեմն լսում եմ, ասենք շաքարային դիաբետ ունեցողը որոշում է 3 օր ծոմ պահի։ Սա սխալ է, սա քեզ կվնասես։ Եվ բնականաբար ես հովիվ լինելով, երբ որ ասում եմ, ով ջան, օրհնի իմ ծոմը, ես արդեն ասում եմ, իսկ տենց խնդիրներ ունես, ասում եմ, հա, ունեմ խնդիրներ, բայց Աստված ինձ կօգնի, ասում եմ, ես արգելում եմ քեզ այդ ծոմը։ Ուրիշ ծոմ պահի։ Ծոմ կա, որ ուտում ես։ Դանիելի ծոմը օրինակ, բայց համով բաներ չես ուտում։ Ոչինչ, այդ ծոմը պահի։ Բայց տեղյակ պահեք, բայց ասենք ծառայություններ կա, որոշումներ կա, չեմ ասում ձեր կյանք պիտի մտնեմ վերահսկեմ, որ ինձ ես ձեր բոլորի կյանքերը որ մտնեմ, ես իմ կյանքով չեմ կարող ապրեմ։ Բայց բաներ կա, որ պիտի տեղյակ պահեք։ Ընտանիքում, կինը, ամուսնուն, զավակը, եւ այստեղ իշխանության հարցն է, իշխանություն։ Քո վրա դրված իշխանությունը դու պիտի հարգես եւ Եվան չհարգեց այդ իշխանությունը։ Եկեք դաս քաղենք այստեղից եւ երրորդ դասը Ադամից սովորենք իշխանությունը ճիշտ գործադրելու կարեւորությունը։ Արդեն խոսեցի չնեղացնելու թուլության մասին։ Մանավանդ եթե դու եկեղեցում ես, քեզ տրված է իշխանություն, ասենք տնային խմբակի առաջնորդ ես կամ եկեղեցու հովիվն ես։ Եվ մտածում ես, բայց այս քույրիկը սխալ բան է անում, բայց ինքան լավ քույրիկ է։
Այս եղբայրը իրան սխալապահում, բայց ինձ օգնել է, գիտեք, ես իրան որ հանդիմանեմ, մենք իրար տուն գնալ գալ ունենք, այ որ մի եղբայրը աներ ինձ լավ կհանդիմանեի հավեսով, բայց այս եղբայրը այնքան է ինձ օգնել։ Հանկարծ որ ասեմ, բա որ նեղանա։ Նատ էլի կիսա անեկդոտային տենց խոսք կա, ասում է, եթե դուք ուզում եք ոչ մեկին չնեղացնեք, մի դարձեք եկեղեցու հովիվ, դարձեք պաղպաղակ վաճառող։ Որովհետև ինչ է նշանակում չնեղացնել, երբ որ մեկ իրան սխալ է պահում, երբ որ քո ընտանիքում քո երեխան իրան սխալ է պահում ու մյուս երեխաներիդ վնասում է, սխալ օրինակ է, ու դու ասես, բա իմ երեխան է, բա ինչ անեմ, այն նրանց ես կորցնելու։ Պետք է լավ կարգին հանդիմանես, արգելես, կոնֆլիկտ ստեղծվի, կոնֆլիկտից մի վախեք։ Պատկերացնում եք Ադամը Եվային ասեր, ոչ, ես չեմ ուտելու։ Մի շաբաթ հետո չեմ խոսա, որ չուտես։ Դու գուզես մի 200 տարի այն ժամանակ տենց խնդիր չէր, էլի հավիտյանը ապրելու էին։ Գուզես 200 տարի մի խոսա։ Ես չեմ քեզ չնեղացնելու համար չեմ անելու այն, ինչ որ Աստված ասում է մի արա։ Եվ պիտի սա լինի։ Դեք տղամարդկությունը մեծ մուսկուլներ ունենալը չի։ Տղամարդկությունը այն է, որ դու կարողանում ես ճիշտը պահել։ Սա տղամարդկությունը։ Եվ թող չթվա, որ մենք չենք սխալվում։ Երբեմն բոլորս էլ տկարանում ենք այս հարցում։ Եվ հանկարծ տպավորություն չստեղծվի, որ բոլոր խնդիրները լուծված է ու մենք խոսում ենք sense վերևից, չէ, մենք դասեր ենք սովորում։ Լավ։ Արդարացնել թե խոստովանել հանցանքը, ինչ արեց Ադամը։ Որ Աստված ասեց, ինչու իմ խոսքը արհամարեցիր ու քո կնոջը հնազանդվեցիր։ Գիտեք Ադամի արձագանքը։ Բայց ով էր այդ կինը ինձ տվել։ Այն կինը, որ դու ստեղծեցիր, ինքը ինձ համոզեց, փոխանակասի մեղավոր եմ ներիր, ասում է, բայց մի հատ արի մտածենք, իրականում ես այդքան էլ մեղավոր չեմ, իրականում, դե չեմ ասում դու ես մեղավոր, բայց եթե դու այդ կնոջս չստեղծեիր, այդ որ կնոջը ստեղծեց, հիացմունքից, աշխարհը քոնն էր, իմ ոսկորը իմ ոսկրից, իմ մարմինը իմ մարմնից, շնորհակալ եմ, բա հիմա ինչի ես մեղադրում, ուղղակի քո իշխանությունը պահի, ճիշտ իշխանությունը, խավար և լույս, Քրիստոսի արյունը սրբում է ամեն մեղք, երբ որ մենք բերում ենք լույսի մեջ, առաջի Հովանու առաջին գլխում գրված է, որ լույսը սա է, ես չեմ թաքցնում իմ մեղքը, ես չեմ ասում հա դե լավ ոչինչ, ես բերում եմ ու ասում եմ Տեր, ես գիտեմ, որ ես սխալ եմ արել, ներիր ինձ և ինձ ուժ տուր սրանից ազատվելու, և գրված է Քրիստոսի արյունը սրբում է այսպիսի մարդուն ամեն անիրավությունից, ամեն մեղքից։ Առաջին Ադամով մահը եկավ, երկրորդ Ադամով կյանքը։ Եվ Քրիստոս Տերը Գողգոթայի խաչի վրա իր զոհաբերությամբ ճանապարհ է բացել, որ մենք յուրաքանչյուրս մեր կյանքում շտկենք Ադամի սխալը եւ մահից անցնենք դեպի անմահություն, որտեղ Տեր Հիսուսն ասեց, որ հավիտենական կյանքի պարգևը կտա բոլոր նրանց, ովքեր հավատում են իրեն։ Հիշում եք ճշմարտությունը եւ սուտը։ Մենք կամ հավատում ենք սատանայի փսփսոցին, որ ասում է ոչինչ, մեծ բան չի, կամ հավատում ենք Քրիստոսի ճշմարտությանը, որ ասում է հնազանդվեք իմ խոսքերին եւ դրանով կերևա, որ դուք հավատում եք։ Ահա ինչպիսի կերպար, ինչպիսի պատկեր ունենք այսօր, շփոթված, ափսոսանքով լի հայացքներ, մեր նախահոր ու նախամոր հայացքները, որ ասես մեզ զգուշացնում են, չանեք մեր սխալները, հավատացեք Աստծու խոսքին եւ եղեք հավատարիմ Աստծու պատվիրաններին։ Մենք կորցրեցինք այն, ինչ ունեինք, դուք չկորցնեք։ Եկեք կանգնենք աղոթքի։
Շնորհակալ ենք մեր Աստված։ Խնդրում եմ քո հոգով խոսես մեզանից յուրաքանչյուրի հետ։ Քո հոգով առաջնորդես մեզ, որ մենք այս դասերը վերցնենք եւ ընտանիքներում գա քո դրած իշխանության ներդաշնակությունը եւ մեր ընտանիքները Տեր, երբ որ քեզանով առաջնորդված քո խոսքի սկզբունքներով ապրեն, իրապես եդեմը գալու է մեր ընտանիքների մեջ, մեր եկեղեցիներում, մեր հարաբերությունների մեջ։ Դու ասում ես, որ Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չի, այստեղ ու այնտեղ չի, այլ ձեր ներսում է։ Ահա մինչև երկինք գալ է, մենք կարող ենք երկնքի արքայությունը վայելել այս կյանքում, եթե սովորենք այս դասերը եւ եթե չանենք այն սխալները, որ արեցին Ադամը եւ Եվան։ Եվ դու խոստացար, Տեր, ինչու էր հույս իրենց աչքերում, որովհետև դու խոստացար, որ կնոջ սերունդից գալու է մեկը, ով ջախջախելու է օձի գլուխը։ Եվ հիմա դու եկել ես, Տեր Հիսուս, եւ աղոթում եմ, որ եթե կան այստեղ խաբված մարդիկ, եթե կան մեզ լսողների մեջ մարդիկ, ովքեր դեռ քո ճշմարտությունը չեն ընդունել կամ ընդունել են, բայց դեռ այդ արյուն թափելու չափ պայքարելու, մեղքի դեմ պայքարելու եւ քո կամքին հնազանդվելու որոշումը չունեն, քեզանով ապաշխարություն ընդունեն, Տեր, եւ քո շնորհքով որոշում կայացնեն, մահից դեպի կյանք, խավարից դեպի լույս անցնելու եւ քո առաջ ապրեն իրենց կյանքը, եւ դու իրենց կյանքերում ջախջախես օձի գլուխը, սատանայի ամեն իշխանությունը քանդվի այդ մարդկանց կյանքերում։ Դու եկար, որ սատանայի գործերը կործանես, այսպես գրված է Աստծո խոսքի մեջ, եւ թող ամեն քո անունը կանչողի կյանքում սատանայի գործերը կործանված լինեն։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։